Շատ անգամ մարդիկ ասում են, որ ես չգտա իմ մասնագետին, հենց այն դեպքում, երբ որ իրանք արդեն մասնագետի հետ հասել են այն ամենապիկային կետին իր թերապևտիկ process-ի, եւ մարդը սկսում է դիմադրել, եւ այդ դիմադրողականությունից դժվար է անցնում, եւ այդ դեպքում ինքը պարզապես դուրս է ընկնում թերապիայից, ասում է, չէ, մասնագետը լավը չէր։ Դա շատ տարածված process է, բայց ես դա չեմ ասում մասնագետներին պաշտպանելու համար, որովհետեւ այս դեպքում ես կարծում եմ, որ իհարկե կախված է նայած թե ինչ ուղղությունով է աշխատում մասնագետը, բայց նույն է դիմադրողականության process-ի մասին գրագետը խոսել, հա, այցելուի հետ բացատրել, որ կարա գա մի պահ, որ քեզ լինի դժվար, որ դու չուզենաս կամ, այսինքն դա կախված է ալյանսից, կոնտակտից, մասնագետի կվալիֆիկացիայից, փորձառությունից, դրա համար ես կարծում եմ, որ սա երկկողմանի պատասխանատվության մասին է, լուծում առաջարկել այս պահին չեմ կարող, պարզապես ասում եմ, որ եթե անձիկ կան, ովքեր արդեն հասունացել են իրենց թերապիային, որտեղ այո դրան էլ է պետք հասունանալ, թող պարտադիր որոնեն, Հայաստանում արդեն կան շատ լավ մասնագետներ, թող երբեք այդպես ասած մի կամ երկու անգամ մասնագետի մոտ չստացված process-ը լավ կլինի վերլուծեն ինչը չի ստացվել, հասկանան ինչը չի ստացվել, չվերագրեն ինչ-որ մեկի միայն ոչ պրոֆեսիոնալիզմի վրա։ Եվ այո, գտնեն իրենց համար հստակ դարձնեն իրենք ինչ են ակնկալում հոգեբանից, երբ որ մենք հստակ հայցով ենք մոտենում կամ հոգեբանը օգնում է, որ հայցը հստակ ձևակերպի։ Այդ դեպքում սովորաբար երկխոսությունը լինում է արդեն ոնց որ արդյունավետ։